Պարզ է, որ պաշտպանության նախարարի առաջին պաշտոնական այցը պետք է տեղի ունենար Ռուսաստանի Դաշնություն, չէ որ ռազմավարական գործընկեր երկիր է։ Հիմա հերթը հարևան եւ բարեկամ երկրներն են։ Այս դեպքում Հունաստանին, որի հետ արդեն 20 տարի ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Կարմիր գորգին Հայաստանի ու Հունաստանի պաշտպանության նախարարներն են, քայլերթի ռիթմը պահում է հունական զինվորական մարշը։ Քիչ հետո լսվում է Հայաստանի հիմնը, իսկ հունականը արողակարգի համաձայն կատարում են հենց զինվորականները։ Վերջում զինվորական նվագախումբն է յուրահատուկ մարշով։ Նախարարները քննարկեցին հայ-հունական ռազմական ու ռազմավարական հարաբերությունները նախ պատվիրակությունների ընդլայնված կազմով, իսկ ինչ էին բանակցում երկու երկրի պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները։ Հայաստանի եւ Հունաստանի միջև ռազմական գործակցությունը շատ բազմազան է, սկսած ռազմական կրթությունից մինչև ռազմական արդյունաբերություն ու խաղաղապահ առաքելություն։ Այս ամենից մեջ ամենակարևորը ռազմական կրթությունն է, որի շրջանակներում 116 սպա արդեն կրթություն է ստացել Հունաստանում։ Նախարարների առանձնազրույցից անմիջապես հետո Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Հայաստան այցելության ժամանակ հատկապես տպավորվել է Հունաստանում սովորած հայ սպաների հունարեն երգերով։ Պաշտոնական բանակցությունների ընթացքում պայմանավորվել են խորացնել հարաբերությունները նոր ոլորտներում։ Մեզ հնարավորություն է տրված էլ ավելի խորացնել հարաբերությունները հատկապես ռազմական բժշկության ու կրթության ոլորտում։ Հույն զինվորականները հայ գործընկերներին դիտարկում են որպես եղբայրներ, իրական եղբայրներ։ Վիգեն Սարգսյանը նույնպես կարևորեց հատկապես կրթության ոլորտում գործակցությունը։ Նա հայտարարեց, որ հայկական զինված ուժերի կազմավորման առաջին իսկ օրից Հունաստանը ոչ թե խոսքով, այլ գործով է կանգնած եղել Հայաստանի կողքին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ողջ ժողովրդի անունից այն երկարատև եւ այն շատ կարևոր աջակցության համար, որ մենք տեսնում ենք, թե մեր հատուկ նշանակության ջոկատների պատրաստման, թե մեր ռազմատեխնիկական փոխգործակցության ոլորտում եւ այն ծրագրերը, որ մենք իրականացրել ենք, իրականում եղել են այնքանով հաջողակ, որ հիմք են տալիս ապագայի համար ավելին պլանավորելու եւ իրականացնելու։ Պաշտպանության նախարարը հատկապես կարևորեց տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու նոր պայթյունավտանգ օջախների բացառումը։ Ֆիքսել ենք շատ կարևոր մի իրականություն, որ այսօրվա մարտահրավերներն այնպիսին են, որ ցանկացած մարտահրավեր, եթե դրան ժամանակին չես պատասխանում, դուռ է բացում մի նոր իրականության։ Տարածաշրջանային անվտանգության համատեքստում նախարարները անդրադարձան Թուրքիայի դերակատարմանը։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարևորեց, որ Թուրքիան մինչև հիմա չի ճանաչել հայոց եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ Թուրքիայի տարածաշրջանային գործողությունները առնչվում են Հայաստանի ազգային անվտանգությանը։ Մտահոգությամբ ենք ֆիքսում, որ Թուրքիան շարունակում է բաց եւ փակ տարբեր հնարավորություններով աջակցել Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ռազմական ճնշման միջոցներով փոխարինելու տեսակետից։ Հայաստանն ու Հունաստանը ռազմական տարբեր դաշինքներում են, բայց ըստ նախարարների դա չի նշանակում, որ նրանց շահերը բախվում են։ Օրինակ Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ գործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Տարբեր դաշինքներում լինելը բացարձակ չի նշանակում հակադրել իրար շահերը։ Մենք տեսնում ենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ մարտահրավերները համընկնում են։ Իդեպ հենց Հունաստանն էր, որի կազմում առաջին անգամ հայկական բրիգադը Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացրեց։ Երկու նախարարների պաշտոնական հանդիպումն ավարտվեց անհայտ զինվորի հուշակոթողի մոտ զինվորական մարշի հնչյուններով։ Զորապարյան Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական, Հունաստան, Աթենք։